Ռամազան հայ գերիների առնչությամբ այս պահին ինչ ուղերձություն եք են համատեքստում, որ իշխանությունները մեկ պնդում են, որ իրենք ամեն ինչ անում են, մեկ այսօր հայտարարում են, որ եթե այդ հարցը բերեն բանակցությունների օրակարգ կտարվի բանակցությունը փակուղի, մեկ ասում են դիմեք այս ինչ պետությանը եւ այլն, ինչ անեն են գերիները, որոնց խոստացել են 1-2 ամիս սպասեք եւ ամեն ինչ սուտ են խոսում, խաբում են եւ ինչպես ասել եմ, իրենք բոլոր հարցերում ստախոս են, բոլոր հարցերում։ Հարց չկա, որ իրենք ստախոս չեն, խաբեբայությամբ տարված։ Նույնիսկ իրենց նկարածներն են ստախոսություն։ Երկրորդ, ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն պատանդառության կամ գերեվարության մեջ, եւ այդ պետության ղեկին գտնվող մարդիկ մատը մատին չխփեն, եւ դեռ այդ պետության քաղաքացիները գնան այս կամ այն դեսպանատուն, միջազգային կառույցներ եւ խնդրեն, պահանջեն, աղաչեն, որպեսզի իրենց հայրենակիցներին ազատեն։ Այսինքն քաղաքացիները նախաձեռնություններ դրսևորեն այդ ուղղությամբ։ Սա չգրված բան է աշխարհում։ Ունես կառավարություն, կառավարությունը դու զբաղ, ոչ թե երկրի ներսում քաղաքացիները կամ դրսում Սփյուռքում գնան այս կամ այն դեսպանատան դիմացը, ՄԱԿ-ի գրասենյակներ, ԵՄ-ներ եւ այլն, անընդհատ ինչ որ պահանջներ ներկայացնեն, ինչի համար։ Դա որտեղ է գրված, որ օրենքով է ճիշտ դա, ոչ մի։ Եվ դրսում էլ առավել եւս, երբ դրսում բանակցում են մարդիկ ինչ որ ձևով սեփական միջոցներ կապերով խոսում են, գիտեք ինչ են ասում։ Ասում են թող պաշտոնական Երևանը դիմի։ Պաշտոնական Երևանը թող դիմի։ Իսկ պաշտոնական Երևանն էլ ցույցում է տալիս երկրներին, ասելով, որ չմիջամտեք, չխանգարեք, հանկարծ վնաս չանեք, Բաքվին որևէ թթուխոս չասեք, որ մեր ընդհանուր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կյանքի կոչենք։